Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելիներ։ Ձեզի հետ են Սերրին և Իներսեսը վանացայնի եթերով և թիմադրեդիր էջով ներգայացնելու համար հայկական աշխարհին այսօրվան լուրերը։ Բեյրութի քաղաքապետական ընտրություններն 8 օր առաջ 3 հայտարարվեցավ Բեյրութը մեզ կհամախմբե համախոհական ցանկը գլխավորությամբ Իբրահիմ Զեյդանի 24 հոգինոց ցանկին մաս կգազմեն 3 հայեր Վահրամ Բարսումյան, Հովանես Բչակջյան եւ Սերժ Մելքոնյան։ Մյուս կողմը վաղը հյուսիսի մեջ դեղի կունենան քաղաքապետական եւ թաղապետական երկրորդ հանգրվանի ընտրությունները, ուր իբրև Մինայի քաղաքապետության տեխնազու առաջադրված է Ժակ Չեկմերտերյան։ Թաղապետական ընտրություններուն բարակային 3 հրապարակվեցավ Բեյրութի Ռմեյլ ընտրաշրջանի տեխնազուներու Ռմեյլը մեզ գմիացն է ցանկը, որուն 12 տեխնազուներու շարքին են 2 հայեր՝ Բեդրոս Պիեր Քուլաջյան եւ Սակո Քրաջյան։ 8 մայիսին Երևանի Անի Պլազա բանթոգի Անի սրահին մեջ դեղի ունեցավ Շուշի ազատագրության օրվան նվիրված հայեղապոհական դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միության Շուշի վերադարձ լինելու է խորակիրով ցերնարգը։ Ներկային հայեղապոհական դաշնակցության բյուրոյի եւ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ, Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավորներ, Արցախի հանրապետության պետական պաշտոնատարներ, ինչպես նաեւ քաղաքական եւ հանրային գործիչներ։ Ցերնարգը ընթացք արավ 1 վայրկյան օդնգայս լրությամբ ներկաները հարկեցին հայրենիքի պաշտպանության գործին իրենց կյանքը նվիրաբերած հերոսներուն հիշատակը։ Այնուհետև հնչեցին Հայաստանի եւ Արցախի քայլերները։ Խոսքեր արտասանեցին հայեղապոհական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան, Արցախի Գերագույն խորհրդի նախկին նախագահ, Արցախի արտաքին գործոս փոխնախարար, հայեղապոհական դաշնակցության Արցախի գետրոնական կոմիտեի անդամ, Հայտադի Արցախի գրասենյակի պատասխանատու Գևորգի Պետրոսյան, հայեղապոհական դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Վարդան Քալստյան եւ միության վարչության ներկայացուցիչ Դարոն Ղազարյան։ Իշխան Սաղաթելյան Շուշի ազատագրման օրը կարևոր նկատեց եւ բոլորին գամք եւ վճռագամություն մաղթեց, ապա ասավ. Հրաժարիլ Արցախեն կնշանակե հրաժարիլ զնողեն, զավակեն, ինքնութենեն եւ արմատներեն։ Հետեւաբար, որքան ալ բարդատրեն, որքան ալ փորձեն ուրացման քաղաքականություն իրականացնել, միևնույնն է, չեն հաջողիր։ Մենք ունենք ազգային երիտասարդությունը, որ դեր է հայ ժողովրդի հավաքական իրավունքներուն, երիտասարդներ իրենց գիտելիքներով, հայրենասիրությամբ, պատրաստականությամբ, պիտի պայքարին վերադարձի իրավունքին, հզոր Հայաստան ունենալու համար։ Արցախահայության վերադարձը մեզի համար ազգային նպատակ է։ Ամեն ինչ պիտի անենք վերադարձի համար, ըսավ Սաղաթելյան։ Վարդան Քալստյան իր խոսքին մեջ ըսավ, որ Շուշի ազատագրության եւ զարգացման մեջ մեծ ներդրում ունեցած է հայ հեղափոխական դաշնակցության աշխարհասփյուր գարույցը։ Շուշի ազատագրումին մասնակցած են հայ հեղափոխական դաշնակցության անդամներ աշխարհի զանազան երկիրները։ Հարսանիք լեռներում գործողության իրագործումը կարելի դարձավ շնորհիվ այն անձերուն, որոնք ոչ միայն գրիվի տաշտին վրա, այլև պետականաշինության գործին մեջ ունեցան իրենց մեծ ներդրումը։ Անոնց ջանքերով է, որ շուրջ 3 տասնամյակ Անարիկ Պերտակաղաքը եղավ Արցախի գրթական եւ մշակութային կենտրոն, հայտնեց Քալստյան։ Գևորգի Պետրոսյան ըսավ. Այնինչ որ այսօր կգադարվի ժամանակավոր է, որովհետեւ չարիքը չի գրնար հաղթել, ուշ թե գանուխ, այդ պիտի գադարվի մեր գործը անոր նախապատրաստվիլն է։ Ցերնարգին ընթացքին ցուցադրվեցավ անկախության շարժումին եւ Շուշի ազատագրման գործողության պատմող վավերագրական ժապավենը։
իր խոսքին մեջ Դարոն Ղազարյան նշեց. Շուշին մեր հոգիի, բատմության եւ բայկարի խորհրդանիշն է։ Շուշիով ուժեղ էինք, առանց Շուշիի նույնը չենք։ Պետք է ցկտինք դառնալ լույնը։ Ցերնար գավարդին Իշխան Սաղաթելյան հաստատակիրներ հանձնեց Վահան Հովաննիսյան ազգային քաղաքական դպրոցի շրջանավարտներուն։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան 8 մայիսի երադոնի արդիվ հրաբարագած է ուղերձը ուրգսե։ Սիրելի արցախցիներ, այսօր հայոց սրբազան երադոնն է, հայրենական բادرազմի հերոսական հաղթանակի, Արցախյան առաջին բادرազմի Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման նվիրական ու բանձալի պատմական ծրվակները մեջտեղված են մայիսյան համասկայնի խորհրդի մեջ։ Ցավակին իրականությունը վերջին տարիներուն վիշտով մտակնեց բոլորի սիրտերը, ասկային ու հայրենական ուրախության արիտներ քիչ կընծերնե մեր ժողովրդին։ Սակայն այդ պետք չէ պատճառ հանդիսանա մոռացության, անտունդ նետելու մեր հերոսական անցյալը եւ բայձար աբակայի հույս ներշնչանքը, որ գպխի անցյալ տարիներուն մեր ունեցած ասկային ցերկբերումներն։ Ասկային գորուսները թող չխարմեցնեն մեր մեջ հիշադակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու գրիվ դված հերոսներուն։ Թող այդ հիշադակը մեզ զորացնե ու մղե նոր գամքի գերտման ուղին բերելու, որբեսի մեր կյանքի ընթացքին շարունակական լա հավաքական դոները։ Սիրելիներ, թող այս օրը արիցմը եւս լա աղոթելու մեր ժողովրդի այն զավակներուն համար, որոնք իրենց գենսակրությամբ վգան են անցյալի парքի եւ հատկապես անոնց, որոնք գակնած են Շուշիի ազատագրման եւ Արցախի բանակի գերտման ագունքներուն։ Անոնց մե ոմանք իդեր ննչած են парքի գերտման ուղիներուն։ Հավերժ հիշադակ այն արդար հոգիներուն։ Իսկ ոմանք ալ այսօր թշնամական քերության մեջ են գրելով անասելի դարաբանքներ Արցախի pedagogical ծառայության մատուցած ըլլալու պատճառով։ Արդ հիշադակենք մեր սուրբ երադոնը եւ վարվահենք հոգիի արիությունը, որովհետեւ դերը մեզ պատվիրեց։ Ձեր սրտերը թող չխառնվին եւ չվախնանք։ Որովհետեւ մեր որդիները, եղբայրները, հայրներն ու բաբերը եւս չխորովեցան ու չվախցան։ Գիրոճմով զորացած հոգևոր ուրախության ճանապարհով է, որ գանցնի հաղթանակի ու ասկային парքի ուղին։ Հայ որբերու օգնության ընկերության SOAR Buenos Aires-ի մասնաճյուղի դնորեն Լուսիանա Մանուկյան էքսի վրա կրարումը գդարելով նշած է հետևյալը. 2020-ի վեր քերության մեջ գտնվող լիբանանահայ Վիկեն Էլջեկջյան ավելի քան 15 օրը ի վեր հացատուլ կգադարե։ Գարույցը նամակը ուղարկած է միջազգային Գարմիր խաչին ներկայացնելով Վիկենին վիճակը եւ գոչ ուղելով քայլեր ցերնարգելու։ Կրարումի մեջ Մանուկյան նշած է հետևյալը. Վիկեն Էլջեկջյան, որ 2020-ին ի վեր Ադրբեջանի մեջ կբավի իբրև հայ ռազմակերի, հացատուլի միջոցով իրականացնե լուր, բայց շատ ցավոտ փողոքմը, որ կշարունակվի ավելի քան 15 օր ի վեր։ Անոր բանջը շատ հստակ է հերացանել իր գնոջ։ Միայն մեկ մարդկային դարական կապը։ Անոր պապակը միայն այդ է, գսվի վերոնշյալ նամակին մեջ։ 7 եւ 8 մայիս 2025-ին ամենի հորթանանի մեջ դեղի ունեցած քրիստոնյա իսլամ միջազգային համակումարի բացման նիստին իր խոսքի մեջ Մեծիդանն Գիլիգիո Արամ առաջին վեհապար հայրաբեդը հadoop կերպով շեշտեց, որ միջին արևելքի քրիստոնյա համայնքները իրենք փոքրամասնություններ նկատելու եւ նկատելու փարոյութենե պետք է դուրս գան։ Համակումարը գազմագերբված էր հորթանանի Հասան բն Թալալ իշխանի հիմնած ու գլխավորած քրիստոնյա իսլամ գազմագերբության կողմէ։ Հայտնենք, որ Հասան իշխան հորթանանի նախկին թագավոր Հուսեյնի փոքր եղբայրն է եւ ներկա թագավոր Աբդալլայի հոր եղբայրը։ Համակումարին կմասնակցեին քրիստոնյա ու իսլամ հոգևորականներ եւ մասնակիցներ։ Բացման նիստին նաև ներկա էին բազմաթիվ հրավիրյալներ, pedagogan, դիվանագիտական ու գրոնական շրջանակները։ Նույն նիստին խոսքեր արտասանեցին նաև 5 քրիստոնյա հոգևոր պետեր եւ իշխան Հասան։
Իր խոսքի մեջ վեհապար Հայրաբեդը շեշտել է իդ կարևորությունը քրիստոնյա իսլամ երկխոսության ու կորձակցության համակումարին ուշադրության հանձնեց հետևյալ բնագավառները, որոնք կգարոտին հատուկ ուշադրության. ընկերապարոյական հարցեր, հավաք եւ բնականություն, գրոնք եւ քաղաքականություն, գրոնքի շահագործում, հավաքական բարոյական արժեհամակարգի ստեղծում։ Իր խոսքին երկրորդ բաժինի մեջ Արամվեհապար անդրադարձավ, թե քրիստոնյա իսլամ միասնապար ինչ նպատակ կրնապերել ներկա աշխարհի հարցերուն։ Այդ ծիրեններս Հայրաբեդը հիշեց գենսոլորդը, գրոնական ծայրահեղությունը, անարդարությունը, մարդկային իրավանց անդեսումը եւ ընկերության կյանքի խաթարող երևույթներու բացումը, միաժամանակ շեշտելով, որ հիշյալ մարզերը ներս երկու միաստվածյան գրոններու կորձակցությունը կարևոր է եւ հրամայական։ Ավարտին Հայրաբեդը ըսավ, որ քրիստոնյա համայնքները երկվող չեն տարածաշրջանեն ներս։ Անոնք իրենց հատուկ ինքնությամբ, ավանդություններով ու մշակույթի գբացկանին շրջանի քաղաքականության։ Քրիստոնյա համայնքները տարածաշրջանի հասարակության լեզվանքի վրա չեն, այլ մայր էջի վրա են։ Իրենք գործոն մասնակցությունը բերելով միջին արևելքի մեջ արդարության վրա հաստատված խաղաղության հաստատման ու բարգավաճման։ Երկու օրվան վրա տարածված համակումարը լծվեցավ աշխատանքի քննարկվելով քրիստոնյա իսլամ կորձակցության ու կոյակցության առնչվող շարք հարցեր։ Համակումարի ավարտին ժողովին առաջարկները բարձող ընդհանուր հայտարարություն կատարվեցավ։ Արամվեհապար բազմաթիվ առիթներով խոսք արավ եւ այս ծիրեններս իր ունեցած երկար տարիներու փորձառության լույսին տակ իր տեսակետները բարձեց։ Ժողովական աշխատանքներուն առընթեր Արամ առաջին կաթողիկոս հետևյալ հանդիպումներ ունեցավ ամենի մեջ։ Վեհապար Հայրաբեդը հերացայնային խոսակցությունը ունեցավ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհար arczepiskopos Մանուկյանի հետ։ Այցելեց Հորդանանի եւ Իրաքի մոտ Հայաստանի Հանրապետության տեսման Սևակ Ավետիսյանին։ Հանդիպում ունեցավ Ասորի ուղղափառ Աֆրատ երկրորդ պատրիարքին հետ։ Երկու հոգևոր բեդերը քննարկեցին հարաճիգա շաբաթ Կահիրեի Եգիպտոսի մեջ տեղի ունենալիք հանդիպումին առնչվող նյութեր։ Հաջախագի առիթներով կարճ հանդիպումներ ունեցավ նաև Իշխան Հասանի հետ եւ իր գնահատանքը հայտնեց համակումարի ընթացքին երկու առիթով հայոց ցեղասպանությունը հիշելուն համար։ Վեհապար Հայրաբեդին այցելեցին ամենի հայ համայնքի ազգային վարչության անդամները առաջնորդությամբ հոգևոր հովիվ Ավետիս Վարդապետ Իբրաջյանի։ Վեհապարը ընդունեց այցելությունը Երուսաղեմի հայոց թաղի պահպանության եւ պաշտպանության շարժման համահիմնադիր Հակոբ Ջրնազյանի եւ Սեդրակ Բալյանի։ Անոնք եկած էին ներկայացնելու Երուսաղեմի գովերու բարձեզի հարցը։ Արամ վեհապար շեշտեց հիշյալ հարցին կարևորությունը եւ զան համասկային ջիքերով հետապնդելու անհրաժեշտությունը։ Դոկտոր Աբկար Քևորքյան վեհապար հոր հանձնեց Սուրբ Զատկվան ջրակույցը Երուսաղեմի Սուրբ Հարություն Դաջարի Քրիստոսի վիրապոր քերեզմանեն ցակած լույսը։ Վեհապար Հայրաբեդը զայն բերավ մայրավանք։ Երկու մայիս 2025-ին նախագահությամբ Կանադայի հայոց թեմի առաջնորդ Փափկեն arczepiskopos Չարյանի ազգային առաջնորդարանի Երվանդ եւ Անի Բասմաջան Թալիջին մեջ դեղի ունեցավ պաշտոնական բացումը Վահե Սետյան հնադիպ կիրկերու հավաքածոյի բաժինին։ Հանդիսության ներկա էին Կանադայի հայոց թեմի եկեղեցականած 10 Գիլիգո կաթողիկոսության գետրոնական վարչության անդամը, Կանադայի հայոց թեմի երեսփոխանական ժողովի անդամները, ազգային վարչության անդամներ, թեմի եկեղեցիներու հոգապարծություններու ներկայացուցիչներ, հայ եղապոհական դաշնակցության Կանադայի գետրոնական կոմիտեի, հոմի, համասկայինի եւ հոմենետմենի շրջանային վարչություններու ներկայացուցիչները, ինչպես նաեւ մտավորականներ, ազգայիններ եւ բարերարներ։ Ներկա էին նաեւ Վահե Սետյանի դուստրերը Մայդա Սետյան եւ Լենա Սետյան, Դերկալուստյան, ինչպես նաեւ Լենա Դերկալուստյանի դստերն ու թորները։ Սետյան քույրերը որոշած էին իրենց հոր թանգարժեք հավաքազոն նվիրել ազգային առաջնորդարանի քրատարանին։ Կիրկի ու քրչության պաշտպան Վահե Սետյանի հնադիպ կիրկերու հավաքազոն երախտագիտությամբ ընդունեց առաջնորդ Սրբազան հայրը, որովհետեւ հadoop կերպով բահբանվի ազգային առաջնորդարանին մեջ։ Վահե Սետյան ծնած է Հալեբ եւ իր կյանքի վերջին տարիներուն հաստատված է Մոնրեալ,
բայց հաջախագի այցելություններ կատարած է Լիբանան, որուն մեծ սիրով կապված է։ Ան եղած է Լիբանանահայ մշակույթի կորզիչ, համազգայինի Վահեսետյան դպարանի հիմնադիր, արվեստի եւ մշակույթի կորզիչ։ Պապկեր arczepiskopos Չարյան պաշտոնական բացման արարողության ներկայացուց քիրքերու հավաքածոն եւ բախտավորություն ու բադիվ հայտնեց նման հավաքածոն ունենալու ազգային առաջնորդարանին մեջ։ Հինգշաբթի 1 մայիսին Լոս Անջելեսի Իրանահայ միության քրական մասնաճյուղի ներկայացուցիչ Արմինե Քունդակչյանի ինչ է գրվել Իրանում հայոց ցեղասպանության տարիներին լայնածավալ պատմավեգբական գիրքը, որում մեծ զետեղված է բարսկերեն բնակիրը եւ թարգմանապար անոր հայերեն եւ անգլերենը։ Մասնաճյուղի ադենաբեդ Զավեն Գրիգորյան հագիչ կերպով հայտնեց մասնաճյուղի կարևորությունը եւ աբակայի աշխատանքները, ապա ան ներկայացուց հեղինակին գեսակրականը։ Այնուհետև ներկաները մեծ հետաքրքրությամբ լսեցին հեղինակին ընթերցումը հատվածներ գիրքեն, որում մեջ ներկայացված են հուշերը 4 բարսիկ անվանի քրողներու, քաղաքագետներու, պատմաբաններու, որոնք ագանդանդես եղած են Իրան Կոստանդնուպոլիս Հալեբ ջամփուն հայերու ողջագիզումին, Դերզորի անաբադին ու հաղորդած են Իրանի 8 հայտնի բարսկալեզու թերթերուն։ Ներկայացումի ավարտին եղած են հարցում պատասխաններ։ Հարկելիներ հայկական աշխարհի լուրերով վանացայինի եթերով էթիմադդրի էջով CZD-ին ներսեսը Սերլին եւ ցայնա հաղորդավար Մարինեն։ Մնացեք միշտ վանացայինի ունգընթիր։